Բարի երեկո, այսօր խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով կանխարգելիչ պատվաստումների միջոցով ամեն տարի փրկվում է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք, իսկ միլիոնավոր մարդիկ հաշմանդամության զարգացումն են կարողանում կանխել եւ նաեւ իհարկե իրենց մոտ կանխվում է վարակիչ հիվանդությունների զարգացումը, ինչը եւս շատ կարևոր է։ Այսօր մարդկային գործոնի եթերում քննարկելու ենք պատվաստումների օգտակարության հարցը եւ ամենակարևորը, որքանում են նրանք օգնում կամ գուցե վնասում եւ ինչու մարդկանց մի խումբ կա, որը որ դեմ է պատվաստումներին։ Ինչպես է պետք դրանք ճիշտ կիրառել եւ որոնք են նրանց կարևոր ազդեցությունները։ Այ հիմա բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ 2 տարի առաջ պատվաստումների հիմքը դրեց ԶՆՌ-ը, բնակչությանը բնական ծաղկից փրկելու համար։ Պատվաստումն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ հատուկ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի ստեղծելն է։ Հաճախ ավելի հեշտ է շատ հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել։ Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ B-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը եւ պոլիոմելիտը։ Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ։ Տվյալ հիվանդության դեմ պատվաստումը երեխայի մոտ առաջացնում է անընկալություն, սակայն հնարավոր են բարդություններ կամ ալերգիկ ռեակցիաներ։ Այս պարագայում անհրաժեշտ է սահմանել բժշկական հսկողություն։ Հայ մայրերը գիտեն, երբ պետք է պատվաստում իրականացնեն, իրազեկված են ու չեն ուշացնում։ 1.5 տարեկան վերջին պատվաստումն է եղել, 1-6 տարեկանում, եթե չեմ սխալվում։ Չէ, եղել է օրինակ առաջին պատվաստման ժամանակ 40-ից հետո, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Ջերմություն ա ունեցել, բայց 1 օր անցել է բժշկի ցուցումները կատարելուց հետո ամեն ինչ նորմալ է եղել։ 3 ամիս առաջ եմ պատվաստել, կարմրուկի պատվաստումներ ես անգամ ոչ մի բարդություն չեղավ ընդհանրապես։ Դե առաջինի ժամանակ տաքություն եղավ, ոտքերը որտեղից ծրսկել էին մի քիչ ուռեց, բայց մածունով բանով, ինչպես բժիշկներ ասել, անցավ։ Ուրիշ ոչ մի խնդիր չի եղել։ Հիվանդություն չի ունեցել ինքը, ընդհանուր այդ պատվաստումներն է եղել, ասենք ժամանակին, բոլոր պատվաստումներն իր ժամանակին արել են։ Ու միշտ նորմալ է եղել, պրոբլեմներ չի առաջացել։ Հայաստանի Հանրապետությունում երեխաների պատվաստումն իրականացվում է ըստ պատվաստումների ազգային օրացույցի եւ այն անվճար է։ Հասարակությունում վերջինիս նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Կան մարդիկ, որ իրենց իսկ ստորագրությամբ հրաժարվում են պատվաստել երեխային, պատճառաբանելով պատվաստանյութի անորակ լինելը, սակայն մասնագետները շարունակում են հորդորել։ Պատվաստումը ոչ միայն պարտադիր է, այլև անհրաժեշտ։ Այս կերպ կարող ենք խուսափել մի շարք համաճարակներից։ Այոների եւ ոչերի մասին կխոսենք այսօր, իսկ մեր առաջին հյուրը կտա ինչուների պատասխանները։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իմունական խարքելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին հրավիրենք այս պահին։ Բարի երեկո։ Շնորհակալություն գալու համար, Տիկին Սահակյան, իհարկե կան տարաբնույթ տեսակետներ կապված պատվաստումների հետ, բայց ես կխնդրեի ամենից առաջ խոսենք հենց իմունական խարգելման ծրագրի մասին, երբ եւ ինչ պայմաններում այն սկսվեց եւ հետեւաբար նաեւ ինչ դժվարություններ ունեցավ։ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ծրագիրը դեռևս խորհրդային ժամանակաշրջանում է իրականացվել եւ պոլիկլինիկաներում կատարվում են այն ժամանակ շատ քիչ թվով պատվաստումներ ծաղիկի դեմ, տուբերկուլյոզի դեմ, դիֆթերիայի փայտացման, կապույտ հազի դեմ, պոլիոմելիտի դեմ, հետագայում 94 թվականին, որպեսզի այն ավելի որպես առողջապահական գերակախնդիր ավելի մեծ ուշադրություն դարձվեց պատվաստումների ծրագրին եւ ընդունվեց դարձավ որպես ազգային ծրագիր։ Առաջի մեր ազգային ծրագիրը ընդունվել է 1994 թվականին։ Այն ժամանակ ցավոք պետք է նշեմ, որ պետությունը այնքան տնտեսապես այնքան զարգացած չէր, այնքան կայացած չէր, որ կարողանար ամբողջ պատվաստանյութերը ձեռք բերեր եւ հիմնականում հումանիտար որպես մարդասիրական օգնություն էր տրամադրվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, բայց ի ուրախություն մեզ բոլորից արդեն 2005 թվականից պետությունը մասնակցում է պատվաստանյութերի գնման գործընթացում եւ այսօր գերազանց մեծամասնությունը պատվաստանյութերի գնում է պետությունը։ Թույլ տվեք հրավիրել մեր հաջորդ հյուրին, որը թեև դեմ է խոսում, բայց գուցե իր հիմնավորումն ունի եւ փորձեն կամ հեղաշրջել կամ գուցե հասկանալ ինչու է նա այդպես կարծում։ Բժիշկ, բնաբույժ, սննդաբան Հայկազ Սարգսյանին հրավիրենք։ Բարի երեկո, պարոն Սարգսյան, կարող եք ասել ձեր դիրքորոշումը պատվաստումների վերաբերյալ։ Սկզբունքորեն պատվաստումները ես
չեմ մերժում, միանգամայն համաձայն եմ, ես բժիշկ եմ եւ շատ լավ հասկանում եմ, թե պատվաստումները ինչպես ծագեց, որտեղ եղել են դարեր, անցյալ նախորդ դարերի, որ մենք միլիոնավոր մարդ ենք կորցրել պատվաստումների Բացակայության պատճառով։ Բացակայության հետ կապված եւ պետք է բան զարգանար, պետք է բժշկություն լիներ, որպեսզի այդ միջոցը դրվեր։ Իմ մոտեցումը առանձնահատուկ է։ Ես ոչ ֆանատիկորեն, ոչ կրոնական չի մոտեցումը։ Ես ուսումնասիրել եմ սննդագիտությունը եւ ստեղծել եմ ժողովրդական հանրապետական կենտրոնը, որը աշխատեց 2 տարի եւ այնտեղ մենք բուժում ենք առանց դեղորայքի հիվանդներին, որը ավելի քան ես գոհ մնացի։ Ես այսօր էլ գոհ եմ այդ արդյունքները, որ առանց դեղորայքի է բուժվում։ Հիմա վերադառնանք պատվաստումներին, թե որն է ձեր սկզբունքային։ Որտեւ շատ կարեւոր է դա, որովհետեւ ես երբ որ հասկացա սննդարության կարևոր կանոնները, նույնիսկ տարրական կանոնները, սկզբունքները, ապա ես հասկացա, որ պատվաստումները մեր սխալ սննդարության հետ է կապված։ Հետևաբար ես այն ժամանակ ես չգիտեի, իմ 4 երեխա ունեմ, նրանք պատվաստում ստացան, ես 8 թոռ ունեմ, ոչ մեկին ասեղ չի կպած, որովհետև ես ոչ թե հենց այնպես լսել եմ, կարդացել եմ, որ պատվաստումները սխալ է կամ ճիշտ է, բոլորովին։ Ես համոզված եմ եղել, որ սխալ սննդարության պարագան, եթե ուղղվում է, շտկվում է, օրգանիզմը վարակելի չէ։ Իսկ եթե նա հանկարծ թե կվարակվի, ես գիտեի դրա մոտեցում, թե ինչպես կարելի է բուժել։ Հետևաբար ես բժիշկ եմ եւ հայտարարում եմ, այո, պրոֆ պատվաստումները այսօր այնքանով են անհրաժեշտ, որքանով որ մեր ժողովուրդը, գուցե համաշխարհային մասշտաբով խոսենք, նա չգիտի ապրելու տարրական սնման կուլտուրան չգիտի։ Ես այսօր կներեք մի բան ես բերել եմ, ես ուղղակի այս թերթիկը պետք է տայի, զուտ անհատական պետք է նազենին տայի իր համար։ Սիրով։ Եվ պարզվեց, որ այստեղ սա պետք գալու, սա մի հրաշք թերթում հրատարակելն ռուսական, որը այս թերթն է, ինտերնետում կարող է պատահի բացեք սա տեսնեք, եւ այստեղ կա սովետի պոպիտանիում։ Մի քանի կետ, նույնիսկ այստեղ կարելի է խորհուրդներ, սկզբունք, որը եթե մեր այսօրվա հերոստատիտողը մեր Հայաստանը նայի այս կտորները եւ գոնյա մի 10% այդ կատարի, ապա նա չի հիվանդանա կամ դեղորայքի կարիք չի։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ ես չունեմ դեղորայքի կարիք, բայց ունեմ սննդակարգի պահպանման խնդիր։ Այո։ Այո։ Սննդակարգի, ուրեմն մենք չունենք սնման կուլտուրա, պետք է ունենանք այդ, հետեւաբար պրոֆպատվաստումները ապագա է խնդիրը, որ պրոֆպատվաստումները դուրս կգան, երբ որ մարդկությունը կհասկանա, որ հարկավոր է ճիշտ սնվել եւ պրոֆպատվաստումը առաջին հերթին ես կարեւոր բան եմ ուզում ձեզ հաղորդեմ, այդ փոքրիկին ծակելը այնպիսի տրավմա է։ Եվ ես մի դաժան դեպք գիտեմ, որ 11 տարեկան երեխային ծանր հիվանդ է, մոտենում է շտապօգնության բժիշկը, երեխան, աղջիկ երեխան աղերսում է, պապա ջան, խնդրում եմ, թող չսրսկեն, խնդրում եմ, աղաչում եմ։ Պապան մտածելով 40-աշնչ ջերմությունը եւ չիմանալով ինչպես դուրս բերի վիճակից, երեխայի շրջում են զորով, ասեղը մտնում է, երեխան մահանում է։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, մենք ունենք մասնագետներ, ովքեր ունեցից յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, թույլ տվեք ներկայացնել մեր այսօրվա մյուս հյուրերին։ Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի փոխտնօրեն մանկաբույժ Անահիտ Պիվազյան, բարի երեկո։ Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյան, ողջույն Սամվել։ Այս կողմում Լուսինե Գևորգյանն է, կինոռեժիսորը, որը արդեն մեզ համար հարազատ հյուր է, բարի երեկո Լուսինե, եւ Նարինե Մկրտումյանը, երգչուհի, իսկ ամենակարևորը մայր։ Նա բազմազավակ մայր է արդեն, չնայած իր երիտասարդ տարիքին, նախ այո, բազմազավակ, մի նայեք, որ այդքան թարմ պայծառ տեսք ունի։ Նարինե, պատվաստել եք ձեր երեխաներին։ Այո։ Եվ եթե այո, երբ, ինչպես, որտեղ։ Պատվաստել եմ մեր պոլիկլինիկայում, որտեղ գրանցված են երեխաներս, պատվաստել եմ իրենց ժամկետում, եթե իհարկե առողջական որոշակի խնդիրներ ունեցել են օրերի տարբերությամբ, միշտ զանգարել եմ պոլիկլինիկայից, մեր բժշկուհին ասել է ժամանակը, գնացել ենք, սրսկվել ենք, ասել են խնդիրները, որ դրանից հետո կարող է լինել ոտքը ուռչել կամ տաքություն լինի 3 օր չլողացնել եւ այլն, այդ ամեն ինչին հետեւելով երբևէ ոչ մի պատվաստում բաց չենք թողել ու երբևէ ոչ մի խնդիր
դեռ չենք ունեցել։ Փառք Աստծո։ Իսկ առաջին երեխայի օրինակով արդեն երկրորդի հետ կապված առաջնորդվեցիք, թե տարբեր էին խնդիրները։ Նախ առաջին երեխայի օրինակով եւ ընդհանուր ընտանիքի օրինակով, որտեղ մենք էլ ենք այդպես պատվաստվել եւ այդպես էլ շարունակվել է, ասում են, չնայած որ կան պատվաստումներ, որոնք չեն թողում իրենց հետևանքներ, որոնք վճարովի են ու կան որոշակի հիվանդանոցներ Հայաստանում ավելի շատ գումարով վճարում ես եւ այսինքն պոլիկլինիկայում այդ ամեն ինչը անվճար է, բայց կա որ չի թողում հետևանք, այսինքն չի ունենում տաքություն երեխան, երբևէ ոտքը չի ուռչում, այդպիսի բաներ կան, բայց ես չեմ դիմել երբևէ, որտեվ ես շատ հարկում եւ վստահում եմ մեր բժշկուն եւ մի հարց ունեմ ձեզ, այսինքն տարի ու կես ամսական, մեկ ամսական երեխան, որին պետք է պատվաստում տան, այսինքն սննդակարգը որն է նրա, եթե նա կրծքի կա թե ուտում։ Մոր ճիշտ սննդակարգը բավականին որ առողջ կաթ լինի եւ երեխան երբեք չի հիվանդանա։ Մոր ուտելու որակական կողմը բացարձակ ապահովում է երեխայի կամ առողջ կամ հիվանդ վիճակը։ Ես ուղղակի հայտարարում եմ դա։ Մեկ հարց եմ ուզում տալ պարոն Սարգսյան, մոր կաթի հետ հասկացանք, երեխան միայն գրիպի կամ նման հիվանդությունների մասին չէ խոսք, ասենք պոլիոմելիտն ինչպես կարելի է կանխել սննդակարգով։ Եթե վատ հարց եմ տալիս, ասեք։ Ուղղակի ես մի փոքր առաջ Աստված չանի իհարկե։ Ավելացնեմ ձեր հարցին։ Ուրեմն մենք 96 թվականից Հայաստանում պոլիոմելիտի դեպքեր չենք ունեցել, դիֆթերիայի դեպքեր չենք ունեցել, 2007 թվականից կարմրուկի կարմրախտի դեպքեր չենք ունեցել։ Խոզուկը գրեթե եզակի դեպքով է արձանագրվում, կապույտ հազը է դարձյալ եզակի, այսինքն բոլոր այն պատվաստվող հիվանդությունները, որոնք կանխվում են պատվաստումներով, մեր մոտ գրեթե բացակայում են։ 99 թվականից հետո, երբ որ հեպատիտ B-ի դեմ պատվաստումները սկսեցինք, մեր մոտ այսօր շուրջ արդեն 6 տարի է, մինչև 14 տարեկան երեխաների մեջ բացարձակ մենք սուր լյարդի հիվանդություններ չունենք։ Դուք դա բացատրում եք, որ մեր բնակչության սննդակարգը փոխվել է, դրա արդյունքում են այդ հիվանդությունները բացակայել։ Այլ չի փոխվել, այն մնում է վատ իմաստով։ Բայց մենք հիվանդություններ չունենք, ինչպես է եղել, որ չի փոխվել։ Փրկել է ձեր պրոպատված, ես կողմ եմ բացարձակ ձեր ասացին։ Բացարձակապես կողմ եմ, որովհետև այդ սխալի վրա դուք պետք է պատվաստում անեք։ Դուք հարկադրված եք այդ Պարոն Սարգսյան, ուզում եք ասել, եթե որոշում ենք օրինակ հրաժարվել պատվաստումներից, մենք պարտավոր ենք պահել սննդակարգ, ճիշտ։ Բայց դա պոլիոմելիտի դեմ կարող է ազդել։ Հակառակն ասենք, եթե սննդակարգը կարգավորել եք, ապա պատվաստումների կարիքը դուրս է գալու։ Շնորհակալություն, հիմա ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ մի շարք հիվանդություններ համարվում էին անբուժելի, իսկ ներկայումս դրանք կանխվում են, այլ ոչ թե բուժվում, եւ շատ հաճախ հենց նույն պատվաստումների շնորհիվ անայդ ինչպես է տեղի ունենում այդ պատվաստումները եւ Նարինեի բարձրացրած հարցին էլ պատասխանեք, կա մասնավոր տարբերակը անհետևանք։ Ճիշտ ասած, մասնավոր տարբերակ կա, դա Նայիրի կենտրոնում է, բայց տարբերությունը նա է, որ պարզապես թուլացված է այդ պատվաստանյութը։ Քիմիական առումով ռեակտոգեն վիճակը որոշ չափով թուլացված է, դա է պատճառը, որ մայրիկներին ուրախացնում է, որ երեխան չի ջերմում։ Բայց ձեզ բոլորիդ հավատացնում եմ, որ այդ թեթև ջերմությունը, տեղային ռեակցիան, որ սպասվելիք ռեակցիաներն են յուրաքանչյուր պատվաստման, դա նորմալ է։ Դա նույնիսկ առանց միջամտության 1-2 օրերի ընթացքում կարող է անցնել։ Այնպես որ մայրիկների հետ մենք կատարում ենք բացատրական աշխատանքներ, բացատրում ենք մեր պոլիկլինիկաներում ունեցած պատվաստումների առավելությունը, նաև համեմատում ենք մյուս պատվաստանյութի հետ, մենք էլ ունենք մեր պոլիկլինիկաներում նույն Նայիրի կենտրոնի այդ թանկ պատվաստանյութը մեզ մոտ էլ է արվում բոլոր պոլիկլինիկաներում, նորից պետության կողմից ձեռք բերված արդեն 18 ամսական հասակում ակադեպ պատվաստումն է։ Անայդ իսկ ինչ պարբերականությամբ են տեղի ունենում պատվաստումները։ Պարբերականությունը խիստ համաձայն ազգային օրացույցի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված։ Ուրեմն պատվաստումները նշեմ, որ կատարվում է պոլիկլինիկաներում այն անձանց, որոնք հակացուցումներ չունեն պատվաստումների կապակցությամբ։ Իսկ անչափահաս երեխաների պարագայում անպայման ծնողների կամ եթե ծնողները բացակայում են օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։ Թող թյուր կարծիք չլինի, որ պատվաստումները պոլիկլինիկայում կատարվում են պարտադիր, ձեռքներից բռնած, մտցնում են պրոֆկաբինետներ եւ պարտադիր ոչ, անպայման մայրիկի, հայրիկի, ծնողների համաձայնությունը պետք է հաշվի առնել, նույնիսկ լինում է, որ մի քանի զրույցների արդյունքում մենք կարողանում ենք իրազեկել ծնողին, նոր իր համաձայնությամբ կատարում ենք
պատճառով պատվաստում։ Շնորհակալություն, ես ուզում եմ հիշեցնել, որ թռչնագրիպի համաճարակից հետո չինացիները ունենալով խնդիր իրենց արժև դրված ստեղծեցին այդ փոխպատվաստանյութը, որը հետագայում արդեն կանխեց մյուս երկրորդ եւ երրորդ անգամ դրա համաճարակը։ Կարճատև դադարից հետո կշարունակենք մարդկային գործոն։ Կապիկից վերցված պատվաստանյութը այսօր Միացյալ Նահանգներում արդեն իրանք բժիշկներն են ապացուցել։ Մարդկանց քաղցկեղային այդ ուռուցքներում հայտնաբերում է այն պատվաստանյութը, որ կապիկից էին վերցրել ու պատվաստել էին մարդուն մանուկ հասակում, չէ՞։ Չի անհետացել, ինքը մինչև հիմա կա ու բանի մեջ ուռուցքի մեջ կա այդ։ 13 հաշմանդամ արդեն երեխա կա այնտեղ եւ վտանգը կա, որ կտարածվի։ Եթե չպատվաստի երեխան, չի գնում վիրահատման։ Այս աղջիկը վախեցած զանգում այնց ասում է երեխային չեն վիրահատում։ Ամենամեծ դժբախտությունը Հայաստանում, ես հատկապես նկատի ունեմ Հայաստանը, դրանք մամանների չիմացությունն է։ Մարդկային գործոնում անվտանգ պատվաստումներ խորագրով քննարկում ենք հենց պատվաստումների փաստը, կարևորությունը կամ անհրաժեշտությունը, պարոն Հայրումյան, երբ մասնավորապես որպես ընտանեկան բժիշկ, հա, որքանով հաճախ եք առնչվում ոչ պատվաստված մարդկանց հիվանդություններին եւ կա արդյոք տարբերություն կապված իմունային համակարգի հետ։ Միանշանակ կա իմ կարծիքով, ոչ միայն որ ես եմ առնչվում, այլ փաստեր, որոնք հիմնված են ապացուցողական բժշկության հիման վրա, այսինքն անցել են այն ժամանակները, երբ որևէ հարգարժան բժիշկ իր փորձից ելնելով ինչ որ մի հետազոտություն էր անում իր քիչ թվով հիվանդների վրա եւ դա հրապարակում էր գրքի տեսքով եւ դա դառնում էր շատ բժիշկների համար դաս կամ միջոց դրանով ուղղորդվելու։ Այժմ փառք Աստծո կատարվում են բազմաթիվ հետազոտություններ եւ բժիշկները տվյալները վերցնում են ապացուցողական մեծ բազա ունեցող հետազոտություններից։ Եվ այդ արդյունքներով է ընտրված, որոշված, որ պետք է արվեն պատվաստումներ, իսկ պարոն Սարգսյանի թոռները իմ կարծիքով նաև չեն հիվանդացել, Աստված իրենց առողջություն, որովհետև շրջապատում մյուսներն են պատվաստվել, եւ պետք է չմոռանալ, որ ամեն մեկը իր երեխային պատվաստելով նաև պաշտպանում է մյուս երեխաներին, որովհետև ինքը չհիվանդանալով մյուսներին չի վարում։ Շատ լավ էր ասված։ Լուսինե, ձեր տեսակետը պատվաստումների հետ կապված համեցեք։ 2000 թվականին նկարել եմ մի ֆիլմ հաշմանդամների իրավունքների մասին եւ այնտեղ մի երեխա կար 8 տարեկան աղջիկ, որը հաշմանդամի անվասալյակով էր, Աննան։ Ինձ ասացին, որ նրան պատվաստել են պոլիոմիելիտից եւ դրանից հետո նա դարձել է այդպես հաշմանդամ։ Ինչ կոնկրետ ինչ խնդիր ուներ։ Նա չէր կարողանում քայլել, այսինքն շարժողական ֆունկցիան, այո, խնդրեմ ուներ։ Դրանից հետո ինձ դա հետաքրքրեց, շատ երիտասարդ էի, ճիշտ ասած, որ ասեմ, այդքան խորը հետաքրքրվել եմ, չէ։ Ուղղակի sense մի տեսակ, որ նյութը գալիս է, հետո գալիս են նյութերը, չէ, աչքի դիմաց։ Միտեղ մի հոդված, միտեղ մի ֆիլմ, ու պատկերը դառավ որոշակի իմ համար։ Ուրեմն 1957 թվականին պարզվում է պոլիոմիելիտի այդ պատվաստումից Լենինգրադում հենց սննդատանը 27 երեխա է մահացել։ Դա միակ փաստն է, այսինքն մնացած փաստերը երևի թաքցվել են, թե ինչ են արել, ուղղակի աչքի չի զարնել։ Ես սկսեցի ավելի հետաքրքրվել ու հանկարծ այս տեսակ մի հատ հոդված ընկավ աչքովս, որ գիպացիտ B-ի դիմաց արվող այդ պատվաստումը, որը ամբողջ աշխարհում արվում է նորացնին, դեռ մի շաբաթական չդարձած, այդ պատվաստումը կասկածում են, որ հետագայում կենտրոնական նյարդային համակարգին է խփում։ Ու երեխան այդ աուտիզմ ասվածը, որը նոր հիվանդություն է, այսինքն դարերով այդ աուտիզմը հայտնի չի եղել։ Մեր քաղաքակիրթ աշխարհի հիվանդությունն է։ Ամերիկայում, Միացյալ Նահանգներում սկսել են ծնողները դատի տալ այդ պատվաստող կազմակերպություններին։ Ես այդպես էլ չհասկացա, իրանք հաղթեցին թե չէ, բայց մի ուրիշ նյութ կար այդտեղ հոդվածում, որը ինձ հետաքրքրեց։ Պարզվում է Աֆրիկայում, որ պատվաստային sense ազգային ծրագիր չկա ու շատ բառադի են պատվաստում, այսպես ասած, այնտեղ աուտիզմ չկա համենայն դեպս, եւ այդ նյարդային հիվանդությունները, որ աշխարհում կա, Աֆրիկայում չկա։ Եվ դրանից հետո ես ավելի սկսեցի հետաքրքրվել, ինչ որ բաներ աչքովս ընկավ, ինձ դուրս եկավ մի փաստ, որը տեղի ունեցավ 2 տարի առաջ մեր ընկերներից մեկի հետ։ Ուրեմն երեխան ծնվել էր 2 արատով, գայլի երախ եւ նապաստակի շրթունք։ Իրան մի հասկացող մարդ, որը կրթության բժիշկ էր, բայց արդեն անցել էր
առողջագիտական ինչ-որ բաների, էքսպերիմենտների, ասեց, որ քո երեխային աշխատի այդ պատվաստումները ինչքան քիչ անեն, այնքան լավ, ասենք 11 հատ են անում, գոնե 2 հատ անեն կամ մի հատ անեն։ Բայց նրան ստիպել էին, բժիշկը ստիպել էր ու շանտաժի ձևով էր դա եղել, բառից բուն իմաստով։ Ինքը գումար չուներ այդ շուրթը կարել տալու, ծրի պետք է գնար վիրահատման եւ իրան ասել էին, որ եթե չպատվաստի երեխան, չի գնում վիրահատման։ Այս աղջիկը վախեցած զանգում այնց, ասում է, երեխային չեն վիրահատի։ Ես ասի դե ուրեմն տար պատվաստման։ Լուսինե, ինչ է կարծում, ինչու է բժիշկը ստիպում, որ երեխային պատվաստեն։ Միթե ուզում է վատություն անել։ Չէ, ուղղակի իրանք բոլորը համոզված են, որ ճիշտ բան են անում։ Իրանք համոզված չեն, որ հիմա հակառակ ռեակցիան է սկսել։ Ամբողջ աշխարհում ուզում են հասկանան այս պատվաստումները, որ մենք անում ենք, այսքան շատ։ Ու կա իմունային համակարգի անբավարարության խնդիր այսօր աշխարհում։ Կան այսքան հոգեկան հիվանդներ, որ քաղաքակիրթ աշխարհի հետևանքն է։ Ասում է պատվաստումը ազդում է առաջին հերթին ուղեղի գլխաթաղանթի բորբոքում է սկսում։ Երեխայի պատմությունը կավարտեք, ինչ եղավ երեխայի հետ։ Երեխային ուղարկեցին վիրահատության, բայց արդեն բան արած, պատվաստված։ Հիմա բոլոր պատվաստումները հերթով ստանում է։ Բայց լավ է, չէ՞ առողջականը։ Երեխան լացկան է դարել, այն ժամանակ ինքը այդ ձև չէր։ Երեխու նյարդային համակարգում բան է փոխվել, նա արդեն հայրիկը շաքարախտ ուներ, նա ծնվել էր տենց խնդրելով։ Իսկ այսօր արդեն ապացուցված է, որ շատ պատվաստություններից լինում է եւ շաքարախտ, այդ սնդիկը որ կա պատվաստանյութի մեջ, երիկամին է խփում։ Կարցերոգեն շատ նյութեր կան պատվաստանյութերում, կենթանիներից է վերցվում, կապիկից վերցված պատվաստանյութը, նազին վերջացնեմ սա, շատ կարևոր է։ Ասեք, ես տամ բժիշկներին հարցը, որպեսզի հասկանան։ Կապիկից վերցված պատվաստանյութը այսօր Միացյալ Նահանգներում արդեն իրանք բժիշկներն են ապացուցել։ Մարդկանց քաղցկեղային այդ ուռուցքներում հայտնաբերվում է այն պատվաստանյութը, որ կապիկից էին վերցրել ու պատվաստել էին մարդուն մանուկ հասակում, չէ՞։ Չի անհետացել, ինքը մինչև հիմա կա ու բանի մեջ ուռուցքի մեջ կա այդ։ Ինչ ասենք բա դրան։ Հիմա խոսենք հակացությունների մասին, համեցեք։ Իհարկե Յուրի ասացները ինձ համար ֆանտաստիկայի ոլորտից են, ես ընդհանրապես չեմ հավատում նման վարկածների։ Ինքս ունեմ երեխաներ, որոնք պատվաստվել են եւ ունեմ շրջապատ եւ բժիշկ եմ, որոնց խորհուրդ եմ տալիս պատվաստումների կարեւորությունը։ Երբ որ Յուրը նշեց մի երեխա, որը պատվաստվել էր եւ սայլակի գամված էր, ես կարծում եմ դա այն դեպքն է եղել հազվադեպ այն դեպքը, որ միլիոնից մեկ երեխայի մոտ կարող է գրանցվել։ Մենք չենք բացառում այ ծնողներին պատվաստումից առաջ բացատրական աշխատանքներ ենք տանում, որ բացի սովորական սպասվելիք ռեակցիաներից կարող են դիտարկվել նաև անսովոր ռեակցիաներ։ Որևէ մի անալիզ չի կարող ցույց տալ տվյալ երեխան կունենա նման ռեակցիա, որովհետև դա օրգանիզմի առանձնահատկությունն է։ Նույն պատվաստանյութը կարող են տվյալ օրը ստանալ մոտ 20 երեխա, բայց արձանագրվի մեկի մոտ։ Այսինքն դա տվյալ օրգանիզմի առանձնահատկություն է, որը կարող է լինել նաև հասարակ յոդի շփումից, հասարակ ալերգենի հետ շրթունքից, հասարակ օդից ալերգենը վերցնելուց, այսինքն դա տվյալ օրգանիզմի առանձնահատկություն է։ Նույնը կարող է լինել ոչ միայն պատվաստումից, նույնը կարող է լինել հասարակ վիրուսով վարակվելուց, նույնը կարող է լինել ինչ-որ մի ուրիշ պատճառից։ Շնորհակալություն Տիկին Գայանե։ Ես ուղղակի Անահիտի ասացին ավելացնեմ, որ նման դեպքերում, եթե պատվաստումից հետո երեխայի մոտ առաջանում են կասկածելի ախտանշաններ, հատկապես պոլիոմիելիտի պատվաստանյութին է վերաբերում, կա շատ լավ ապացուցելու միջոց, դա կապված է արդյոք պոլիոմիելիտի պատվաստանյութի հետ, թե ոչ։ Դրա համար կատարվում է վիրուսաբանական հետազոտություն։ Այսօր մենք այդ պրակտիկան ունենք, գործնականում դա մենք կիրառում ենք։ Յուրաքանչյուր դեպքում, եթե երեխայի մոտ սկսում է սուր սկզբով թորշոմած պարալիչ, մենք այդ երեխաների նմուշները, կղանքի նմուշները վերցվում է եւ կատարվում է վիրուսաբանական հետազոտություն պոլիովիրուսը հայտնաբերելու համար։ Ձեր նշած պարագայում, եթե դա կապված լիներ պոլիոյի պատվաստանյութի հետ, պոլիոմիելիտի, հաստատ վակցինայի շտամը, վակցինայի պատվաստանյութի շտամը այնտեղ կհայտնաբերվեր։ Անկեղծ որ լինեմ, մեր մոտ նման դեպքեր չի գրանցվել, հաստատ եմ ձեզ ասում, անկեղծորեն եմ ասում, որտեվ դա համարվում է արտակարգ իրավիճակ նման դեպքում, եթե հայտնաբերվում է եւ ամբողջ շրջապատը շարունակում ենք պատվաստումներ անել։ Տիկին Գայանե, իսկ եթե ծնողը հրաժարվում է, իսկ եթե ծնողը հրաժարվում է, ինչից հետազոտությունից, պատվաստումներից։ Պատվաստումներից եթե հրաժարվում է, ընդհանրապես ծնողը գրավոր ներկայացնում է, որ ինքը իրազեկված, որ բոլոր իրեն տեղեկացրել են, որ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է լինել, որ երեխան կարող է վարակվել, եւ ինքը գիտակցաբար հրաժարվում է պատվաստումներից։ Բայց ելի եմ ասում, Անահիտը նշեց, որ նման ծնողների հետ
որովհետև շատ դժվար են։ Բժշկությունը մի քիչ բարդ գիտություն է։ Մի քանի անգամ մենք ծնողի հետ աշխատում ենք։ Մի քանի անգամ աշխատում ենք, եթե տեսնում ենք ի վերջո համառ հրաժարվող է, դադարեցնում ենք արդեն աշխատանքը եւ երեխան մնում է առանց պատվաստումների։ Շնորհակալություն, մենք հիշենք, որ 2010 թվականին Տաջիկստանում պոլիոմելիտի բռնկում էր շատ ուժեղ, որը տարածվեց նաև հարևան երկրներում եւ հստակ թիվն ասեմ 500 մարդու հաշմանդամության պատճառ հանդիսացավ, ինչպես նաև 29 երեխայի մահվան պատճառ։ Պարոն Հայրումյան, այս առումով կան նորամուծություններ բժշկության մեջ, ասեք։ Օրինակ առողջապահության նախարարությունը UNICEF-ի հետ միասին այսպիսի թերթիկներ են տպել պատրաստել, որտեղ շատ հանգամանալից նշված է, սա բոլոր բժշկական հիմնարկներում կատարվում է ծնողներին եւ այնտեղ գրված է, որ հիմնված ապացուցված փաստերի վրա, որ ինչ հիվանդության է բերում տվյալ վիրուսը եւ ինչ ֆիրմայի դեղ է, կոնկրետ շատ մատչելի լեզվով գրված է եւ ծնողներին սա նույնպես օգնում է, բացի բժշկի պատմելուց, ծնողները իրենք կարդում են եւ համոզում են, որ իսկ ինչ վերաբերվում է հարգարժան Լուսինեի նշած փաստերին, համացանցում գաղտնիք չէ, որ այսօր ցանկացած մարդ կարող է մի քիչ գիտելիք ունենա, իր սայթն է, իր կայքն է ստեղծում եւ ինչ նյութեր ասես տեղադրում են։ Իսկ բժիշկները ի տարբերություն այդպիսի մարդկանց, որոնք օգտվում են ցանկացած հոդվածներից, բժիշկների ինտերնետից համացանցից օգտվելիս օգտվում են հատուկ կայքերից, որոնք նոր նշեցի, հիմնված են ապացուցողական լուրջ հետազոտությունների վրա, թե չէ բացում ես լիքը հոդվածներ կան, որտեղ գրված է, այս մեկը պատվաստվեց, այս ինչը եղավ, այն մեկը պատվաստվեց, բայց կա ապացուցված փաստեր, որ Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում պատվաստումները ունեն ուղեցույցներ, որոնցով պատվաստում են եւ այդպիսի բարդություններ չի հանդիպում։ Շնորհակալություն, ապացուցողական բժշկությունը կամ ֆորս մաժոր սիտուացիաներ, այսպես կարող էինք անվանել, բայց կարճատև դադարից հետո կվերադառնանք հասկանալու իրական պատճառը այսօրվա հաղորդման անվտանգ պատվաստումներ եւ դրանց կարեւորությունը։ Ընկերներից մի ընտանիքում, ստեղծագործողների ընտանիքը երեխա է մեծանում աուտիստ։ Այդ հարցը, որ երեխուն դեռ նորածին վիճակում հեպատիտ B են պատվաստում ու հետո երեխան տարիներ հետո պարզվում է ինքը աուտիստ է։ Ինձ հուզում է այս պահը, որ կոնկրետ անհատականություն է գալիս։ Իրան ինչպես է պետք վերաբերվել։ 13 հաշմանդամ արդեն երեխա կա այնտեղ եւ վտանգը կա, որ կտարածվի։ Ամենամեծ դժբախտությունը Հայաստանում, ես հատկապես նկատի ունեմ Հայաստանը, դրանք մամանների չիմացությունն է։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է պատվաստումների կարևորությանը եւ փորձում ենք նաեւ հասկանալ, եթե կան հակացություններ։ Օրինակ, կարող է արդյոք պատվաստումը լինել վիժելու պատճառ։ Ասեմ ինչ, որովհետև Հայաստանում գաղտնիք չէ, որ վաղ ամուսնությունները դեռևս շատ ընդունված են եւ մասնավորապես կան քաղաքներ, օրինակ Գավառը շատ հայտնի է այդ առումով, եւ եղել են դեպքեր եւ 10-րդցիները պատվաստվել են եւ անմիջապես ամուսնանալով այդ բավականին լուրջ քանակ թիվ մարդկանց ունեցել է այդ խնդիրը վիժման։ Կարող է դա ազդել։ Նման բան ես ինքս չեմ լսել, ապացուցված չէ գիտության կողմից, այսինքն նախ ուզում եմ իմանալ ինչի դեմ են պատվաստում ստացել։ 16 տարեկանում պետք է ստանային դիֆթերիա փայտացում պատվաստումը, որ նման ռեակցիա առաջացնելու ունակ չէ։ Մյուսը հնարավոր էր եւ ընդհանրապես կարմրուկ կարմրախտ պատվաստանյութը, դա էլ ռեակցիա նմանատիպ հնարավոր չի, սպասվելիք ռեակցիա չի, ոչ էլ անսովոր ռեակցիաների մեջ է դասվում։ Անայ դուք հրաշալի հարց եք տալիս, ինչի դեմ էին պատվաստվում։ 2007 թվականին էր, կարմրուկ պատվաստումներն էր, այո։ Ես էլ եմ հիշում այդպիսի դեպք ու շատ իմ շրջապատում շատ իրոք կանայք, ես հենց այդ ժամանակահատվածում ես ամուսնացել եմ եւ ես չեմ պատվաստվել, բայց ինձ հետ զուգահեռ իմ ընկերուհիները եւ իմ շրջապատը շատ կանայք, ովքեր եւ սպասում են երեխա եւ նոր էին ամուսնացել, պատրաստվում էին մարյանալու, իրենցից շատերը մոտավոր եթե կարելի լսել 50%-ը, որոնց որ ես անձամբ ճանաչում եմ, չեմ լսել, այլ գիտեմ, վիժել են։ Ինքը երբ որ հարցը բարձրացում է, սա կոնկրետ կարմրուկի դեպքն է, բայց մարզերում հաճախ չեն էլ բացատրում, թե ինչի համար է այդ պատվաստումը։ Կարմրախտ պատվաստումների ժամանակ մենք ասում ենք, որ դա հակացուցված է հղիներին պատվաստել։
Այսինքն պատվաստելուց հետո, որտեվ կենթանի վակցինա է դա, պատվաստելուց հետո առնվազն խորհուրդ չենք տալիս 1 ամիս հղիանալ։ Իսկ երբ որ չիմանալով, ասենք թեկուզ այդ մասսայական պատվաստումների ժամանակ դեպքեր էր եղել, երբ որ հղին պատվաստվել էր, դա հակացուցում չէր ընդհատելու, արհեստականորեն ընդհատելու։ Չի ընդհատել, այսինքն հիշել է, նույնիսկ ցանկությամբ չէ, որ ընդհատել են։ Այո, Տիկին Գայան։ Ուրեմն ինչու 1 ամիս պատվաստումից հետո խորհուրդ չենք տալիս, որ հղիանա կինը։ Դա ինչու ենք անում։ Անում ենք կարմրախտի, հիմնականում կարմրախտի համար, որ հղիության ընթացքում, եթե կարմրախտով հիվանդանա, ներ արգանդային զարգացման արատներ կարող են երեխայի մոտ զարգանալ։ Միայն դրա համար, որպեսզի կինը պատրաստ լինի, ինքը պաշտպանված լինի կարմրախտից եւ փոքրիկին վտանգի չի ենթարկի, միայն դրա համար։ Դպրոցականից պահանջում են արդյոք թուղթ կամ բժշկի տեղեկանք, որ նա հղի չէ։ Ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա։ Ով ասաց, որ չի կարող, եթե կինը պատվաստված չլիներ, կնոջ մոտ վիժում չէր կարող լինել։ Մեր մոտ վիժումներ չեն եղել մինչև պատվաստումները։ Տիկին Գայանը, բայց համատարած մեծականակ եւ դա պատահականություն չի։ Գիտեք, այսպես ստացվեց, որ քանի որ դա զանգվածային լրացուցիչ պատվաստումների կամպանիա էր, որի ընթացքում 1 միլիոն մարդ պատվաստվեց, միանշանակ այդ ընթացքում նաեւ բավականին նաև հակապատվաստումային արշավել գնաց, եթե հիշում եք, միանշանակ այս դեպքում հասարակության ուշադրությունը արդեն բևեռված էր պատվաստումներին։ Ոչ ոք մինչև դա չէր խոսում վիժումների քանակի մասին, ճիշտ է։ Ես մի բան էլ ասեմ, սա ուղղակի շատ կարճ, մի փոքր մի տեղեկատվություն էլ տրամադրեմ, նույն այդ ժամանակահատվածում բավական մեծ թվով, որոնք երկար տարիներ չէին հղիացել, պատվաստվելուց հետո հղիացան, ասենք որ պատվաստումը ազդեց, այո, պատվաստումը ազդեց, որ կինը հղիացավ, երեխա ունեցավ։ Լավ, Տիկին Գայանը հասկանալ է, հիմա մյուս հարցը քննարկենք, հա, դպրոցներում եւ մեր տարիներին էլ են այտանում, որ բարձրանում ենք, միանգամից երկրորդ թե որ հարկում էր, գնում ենք բուժքույրը արագ թևից ինչ որ սրսկում էր եւ ինչ։ Մեր մեջ ասած իսկապես կան երեխաներ, ովքեր ֆոբիա ունեն, կան խնդիր ունեցողներ, կան ընդհանրապես իրենց հիվանդության պատմությունը չիմացող բազմաթիվ երեխաներ եւ կան կրկնակի պատվաստվողներ։ Այ նման խնդիրներից ով է կանխարգելում, ով է իրազեկում եւ դպրոցական տարբերակով արդյոք այդ պատվաստումները համապատասխան են բոլոր կանոններին։ Ես ասեմ, որ սովորական պլանային պատվաստումների ընթացքում մենք դպրոցներում պատվաստումներ չենք անում։ Այդ 16 տարեկաների միակ պատվաստումը, որ դպրոցում կատարվում է դպրոցահասակ երեխաներին, 16 տարեկանի դիֆթերիա եւ փայտացման դեմ պատվաստումն է, որը կատարում է պոլիկլինիկան։ Իսկ ինչի են հիմա դա անում? Մեր ժամանակ մենք չենք պատվաստվել։ Չէ, դա անհրաժեշտ է, որտեղ վերջին պատվաստումը 6 տարեկանում է։ 16 տարեկանում 26, 36, 40։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ դա անհրաժեշտ է, որպեսզի դիֆթերիայի եւ փայտացման իմունիտետը կայուն ստանդարտ, այո, 10 տարվա ինտերվալով դա անհրաժեշտ է։ 10 տարին մեկ նույն մարդը։ Նույն մարդը, այո։ Մեր ազգային Ես ուշացել եմ։ Եթե կարելի է հղիության Մի 30 տարով ուշացել եմ։ Եթե կարելի է այդ հղիների վերաբերյալ ավելացնեմ, Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում նույնիսկ ուղեցույցներում նշված է այդ փայտացման եւ դիֆթերիայի ժամանակակից պատվաստանյութը ADP-ը, որը փոքր է, ավելի пассив, ավելի ընկճված անտիգենային հատկություն, հակացուցված չի հղիության համար եւ նաեւ գրիպի պատվաստանյութը, եթե կա գրիպի էպիդեմիայի շրջան, երկրորդ եւ երրորդ եռամսյակում հղիության կարելի է եւ ցուցված է պատվաստել հղիներին եւ եթե վերջին 10 տարվա ընթացքում հղին պատվաստված չէ փայտացման եւ դիֆթերիայի դեմ, նորից ցուցված է, որ դա չի խանգարում։ Շնորհակալություն, ասեք Լուսինե։ Այդ որ տենց մասսայական դնում են, ասենք մեկը ստեղծագործողների ընտանիքից ավելի նուրբ նյարդային համակարգ ունի եւ գուցե իրան պետք չի այդ դոզան կամ ընդհանրապես իրան այդ պատվաստանյութը պետք չի, որտեւ իմ ընկերներից մի ընտանիքում ստեղծագործողների ընտանիքը երեխա է մեծանում աուտիստ։ Այսինքն հենց այդ հարցը, որ երեխուն դեռ նորածին վիճակում հեպատիտ B են պատվաստում ու հետո երեխան տարիներ հետո բարձում է ինքը աուտիստ է։ 5 տարեկանում իրանք արդեն པարզ հասկացան, որ այդ երեխան էլ չի խոսալու, վերջ։ Այդպես էլ մնալու է փակված։ Սենց բաներ կա, ինձ ավելի շատ ինդիվիդուալ մտածողություն ու այդ ինդիվիդուալ բանն է ինձ հուզում, որ ի վերջո մենք բոլորս հորթեր չենք, էլի։
Աստծո ստեղծած սուպեր էգո կրող էություններ ենք մենք։ Մեր մեջ կա աստվածային էություն եւ մարմնի էությունը։ Երկու էգո, հիմա հոգեբանությունը արդեն դա կարողանում է տեղաբաշխել։ Ինձ հուզում է այս պահը, որ կոնկրետ անհատականություն է գալիս։ Իրան ինչպես է պետք վերաբերվել։ Ուրեմն անհատականության հետ կապված իրոք անհատական մոտեցում ցուցաբերվում է։ Լրիվ անհատական, երբ որ Բժշկույան այդը նշեց, որ երեխային պատվաստումից առաջ անպայման զննում են, ջերմաչափում են, երեխայի ծնողի հետ զրուցում են, սուր վիճակները բացառում են, հետո նոր պատվաստում են կատարում։ Եվ բացի այդ, քանի որ երեխան գտնվում է պոլիկլինիկայի հսկողության տակ, եթե այնտեղ քրոնիկական արդեն գործընթացներ կան, եթե երեխայի մոտ քրոնիկական վիճակ կա, դա բժշկի հսկողությունից դուրս չի մնում։ Հեպատիտ B-ից աուտիզմ երբեք չի առաջանում։ Դա մի ժամանակ 90-ական թվականներին աուտիզմը կապում էին կարմրուկի, կարմրախտի խոզուկի պատվաստանյութի հետ։ Շարժումը սկսվեց Անգլիայում։ Բոլորը բողոքեցին եւ երկիրը որոշեց, իր պետությունը որոշեց, որ ընդհանրապես կարմրուկի կարմրախտի խոզուկի դեմ այլևս պատվաստում չի կատարել Անգլիայում։ Արդյունքում 98 թվականին Անգլիայում բավական մեծ բռնկում առաջացավ կարմրուկի, որը կապվեց, որ երեխաները չեն պատվաստվել, խոցելի խմբերը չեն պատվաստվել, դարձել են ընկալունակ կարմրուկի նկատմամբ եւ հիվանդությունը գլուխ բարձրացրեց։ Մեկ այլ օրինակ, Ամերիկայում նույն հաջորդ էտապը շարժումը գնաց Ամերիկա։ Ամերիկայում որոշեցին, որ դրա պատճառը բաղադրության մեջ մտնող կոնսերվանտներն են։ Ինչ արեցին։ Կոնսերվանտները բոլորը այդ պահպանիչները, որ վակցինան ինքը չի թողնում, որ օտար մարմիններ այնտեղ ներխուժեն, բազմանան եւ երեխայի առողջությանը վնաս հասցնեն։ Որոշեցին, որ առանց պահպանիչների պետք է արտադրեն։ Արդյունքում տոքսիկ շոկ, դա բավական ծանր վիճակ է, տոքսիկ շոկ, երբ որ այլ օտարածին մարմիններ ներխուժում են պատվաստանյութի մեջ եւ երեխայի մոտ առաջացնում են շատ սարսափելի վիճակ։ Ու երեխան այդ վիճակից դուրս չի գալիս։ Տիկին Գալինը մենք հասկացանք, որ ամենալավը պատվաստանյութի այն տեսակն է, որը հիմա կա։ Պարզվեց, որ ընդհանրապես դա կապ չունի այդ մինչև արտադրությունը, այդ մինչև կոնսերվանտներով արտադրությունը եւ կոնսերվանտներից բացակայությունից հետո արտադրությունը ոչ մի բան աուտիկների այդ թվի փոփոխություն չառաջացրեց։ Շնորհակալություն այս շատ կարևոր ինֆորմացիոն ճամփորդության համար, պարոն Սարգսյան։ Մենք ունենք այլընտրանք պատվաստանյութին ըստ ձեզ։ Հարյուրավոր ապացուցված դեղորայք եւ բժշկագիտական մեթոդներ այսօր թաղվել է, մերժվել է, որ նա ապացուցել են, հետագայում պարզվել է, որ նա շատ մեծ վնասներ է պատճառում։ Իսկ հիմա եթե գանք պրակտիկ դաշտին, մենք ունենք ապացուցողական բժշկությամբ հիմնավորված պատվաստանյութերի օգտակարությունը, կարևորությունը որոշ հակացություններով ամեն մարդ միևնույնն ունի իր սուբյեկտիվ կարծիքը, բայց մենք ունենք ենթադրենք որոշակի 5 կանոն, որ կարող ենք ասել, որ մարդիկ 5 կանոնը պահեք, էլի վատ չի լինի, սննդակարգի առումով։ Միանշանակ, միայն այն, որ մայրը հատկապես ամենամեծ դժբախտությունը Հայաստանում, ես հատկապես նկատի ունեմ Հայաստանը, դրանք մամաների չիմացությունն է։ Այդ շատ մեծ վնասներ են պատճառում մամաները չիմանալով երեխայի սնման տարրական կանոնները։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, հետո արդեն առանցին կփորձենք հասկանալ միջոցները, ասեք Սիրիայի բռնկման դեպքերի հետ կապված եւ ավարտենք։ Սիրիայում այս պահին պոլիոմելիտի բռնկում է, պարոն Սարգսյան։ Գիտեք, հավանաբար տեղեկացվել եք լրատվական միջոցներից 13 հաշմանդամ արդեն երեխա կա այնտեղ եւ վտանգը կա, որ կտարածվի։ Նաեւ հարևան երկրներում ու հնարավոր է նաեւ ներկրովի մենք էլ դեպքեր ունենանք, որտեղ մեր կապը բավական մեծ է Սիրիայի հետ։ Բայց ներկայումս Հայաստանում ապրող սիրիայերը արդյոք պատվաստվել են։ Պատվաստվում են, ընթացքում է բոլոր պոլիկլինիկաներում, որպեսզի չներբերվի այդ հիվանդությունը։ Այո, բոլորը մինչև 15 տարեկան, եթե նրանք պատվաստումային կարգավիճակը անհայտ է, բոլորին պատվաստում ենք, հիմնական 3 դեղաչափը նրանք ստանում են։ Շնորհակալություն, մեր ժամանակն ավարտվել է, բայց ես ուզում եմ ասել մի բան։ Եթե ինչ-որ բան արվում է թեթև սրտով չծանրացնելով ի սկզբանե վատատեսորեն կոդավորելով անհաջողության, ապա հաստատ ամեն ինչ լավ կլինի։ Եթե պատվաստումը արվում է սրտով, ճիշտ, հետևելով, խորհուրդներին գիտակցելով, ինձ թվում է չպիտի խնդիր առաջանա չհաշված ֆորս մաժորները։ Սակայն սա յուրաքանչյուրի ընտրությունն է, իսկ ես ուզում եմ ավարտել հետաքրքիր ինֆորմացիայով, որ Չինաստանի գիտնականներն աշխարհում առաջինն են, ովքեր
պատվաստանյութ ստեղծեցին H7N9 թռչնագրիպի, այս գիտենք, համաճարակի թռչնագրիպի վիրուսի դեմ։ Եվ գիտնականները եւ Ռոնալդ Կրիստալի գլխավորությամբ գիտնական մշակեցին այնպիսի պատվաստանյութ, որը կարող է նաեւ թմրամոլներին ազատվել իրենց մահացու կախվածությունից։ Ես չգիտեմ իհարկե թմրադեղեր վաճառողներին որքանով է այս պատվաստանյութը օգտակար լինելու, բայց մարդու առողջության համար վստահ եմ, որ շատ օգտակար կլինի։ Սա մարդկային գործոն էր, մտածեք առողջության մասին եւ եղեք առողջ, ապրեք առողջ եւ իհարկե միշտ հետևեք մարդկային գործոնին, կհանդիպենք։